Այսօր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Ռուստամ Ստեփանյանի հոր սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ին Կոմիտաս Պողոտայի 40 շենքի բակում անհայտ անձը տարբեր հրազդաններով կրակոցներ էր արձակել Toyota Magnich-ի ավտոմեքենայի վարորդ Ռոբերտ Ստեփանյանի ուղղությամբ եւ դիմել փախուստի, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց եւ ստացած հրազենային վնասվածքներից մահացել։ Քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ վարույթային եւ ապացուցողական գործողությունների, ինչպես նաեւ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ռոբերտ Ստեփանյանի սպանությունը ԱԽ-ի օժանդակությամբ կատարել է դատապարտված Արթուր Ասատրյանը, առավել հայտնի Կուկու անվանմամբ, որը տնային կալանքի տակ գտնվելով պոկել էր պրոբացիայի սարքը եւ նոր տարվա գիշերը գնացել էր Կոմիտասի Պողոտայի 44 շենքի բակ, որտեղ ապրում էր Չաղ Ռուստամի հայրը Ռոբերտ Ստեփանյանը, ու սպանել նրան։ Մեզ հասած լուրերի Արթուր Ասատրյանը սպանելով Չաղ Ռուստամի հորը Ռոբերտ Ստեփանյանին վրեժ էր լուծել քրեական հեղինակություն ֆազի Սերգեյ Գրիգորյանի սպանության համար։ Վենդետա։ Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին Երևանի Շինարարների փողոցում Գրիգորյանին սպանել էին իր իսկ մեքենայում։ Այս սպանության գործով տնային կալանքի տակ է ներկայումս քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանը, Չաղ Ռուստամը։ Եվ ահա, Սերգեյ Գրիգորյանի սպանությունից 1 տարի անց սպանեցին Չաղ Ռուստամի հորը Ռոբերտ Ստեփանյանին իր իսկ շենքի բակում։ Արդյունքում քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից սպանություն կատարող Արթուր Ասատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասով սպանություն, 335-րդ հոդվածի առաջին մասով հրազենի եւ ռազմամթերքի ապօրինի շրջանառություն եւ 264-րդ հոդվածի առաջին մասով գույքը ոչնչացնելը կամ վնասելը, իսկ ԱԽ-ի նկատմամբ 46-155-րդ հոդվածի առաջին մասով սպանությանն օժանդակելը։ Արթուր Ասատրյանի նկատմամբ որպես խափանամիջոց է կիրառվել կալանքը, իսկ ԱԽ-ի վերաբերյալ կայացվել է կալանավորման որոշում եւ հայտարարվել հետախուզում։ ԱՍ-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Փաստ է մեկ բան. Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը Չաղ Ռուստամի հոր Ռոբերտ Ստեփանյանի սպանության գործը ամբողջությամբ դեռ չի ավարտել։ Կոնկրետ գործով օժանդակողին դեպքից ամիսներ անց դեռ չեն գտել եւ միայն սպանություն կատարողի մասով են գործն ուղարկել դատարան, իսկ ուր է օժանդակողը, իրավապահ համակարգը թերևս 6 ամիս անց չունի տեղեկություն։ Ինչով կավարտվի այս պատմությունը, հետևենք իրադարձություններին։